Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես կգա Բարսելոնի Sagrada Familia բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբյան։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Բարսելոնի Sagrada Familia բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբյան, կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքասյանը եւ իհարկե մեր հյուրի հետ հաղորդակցվելու համար մեզ կօգնի Անժելիկա Խաչատրյանը։ Բարի առավոտ։ Hola, buenos días. Ոնց ենք, լավ տրամադրություն։ Está bien, todo está bien, está de buen humor. Estoy muy bien, muy contento de estar aquí. Շատ լավ, շատ գոհ եմ այստեղ, bienvenido. Gracias. Խնդրեմ ներկայացնենք ինչ առիթով է մեր հյուրը Հայաստանում եւ այս փառատոնի մասին մի փոքր ինֆորմացիա տանք հեռուստադիտողին։ Իհարկե, նախ շնորհակալություն Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնության փառատոնին անդրադարձի համար, ATV հեռուստաընկերության կողմից եւ իհարկե մեր հյուրին մեզ հետ միասին հրավիրելու համար։ Փառատոնը անցեկացում արդեն ինչպես նշեցիք 3-րդ անգամ, առաջին փառատոնը անցկացրել ենք 2020 թվականին, երկրորդը 22-ին եւ ահա արդեն այս տարի ավելի կայացած, ավելի լուրջ երաժիշտներով եւ լուրջ հայտերով որպես տարածաշրջանային երգեհոնային կենտրոն ներկայանում ենք աշխարհին եւ ունենք հրաշալի երգեհոնահարներ։ Հիմա արդեն նոյեմբերի 6-ին ինչ է սպասվում եւ հյուրը ինչ ծրագրով է ներկայանալու փառատոնին։ Կարծում հյուրը ինքը պատմի ավելի Bueno, puede contar por qué programa va a presentarse el 6 de noviembre. ¿Sí? Bueno, para mí es mi primer concierto en Armenia, con lo cual estoy muy contento también de poder estar aquí. Իմ համար առաջին համերգն է Հայաստանում եւ ես շատ ուրախ եմ որ կարող եմ այստեղ գտնվել։ El programa que voy a presentar mañana para los organistas siempre es muy importante hacer un programa en función del instrumento que hay que tocar. Երգեհոնահարների համար շատ կարեւոր է անել այնպիսի ծրագիր, որ լավ հնչի հենց երգեհոնը։ Entonces he pensado un programa que puede funcionar muy bien en el maravilloso órgano que tienen en la Եվ sala. այդ պատճառով մտածել եմ այն ծրագիր, որ այս հիանալի երգեհոնով լավ կհնչի։ Sobre todo es un programa donde yo quiero mostrar un poco de la música española de los siglos XVI y XVII. Հատկապես դա այն իսպանական երաժշտություն է, ուզում եմ ցույց տալ այդ երաժշտությունը երգեհոնային իսպաներեն 16-17 դարերի։ Que es una época en la que el órgano en España pues tuvo una importancia muy grande y entonces tenemos grandes obras del repertorio para Դա órgano. այնպիսի ժամանակաշրջան է, երբ երգեհոնը շատ մեծ կարևորություն է ունեցել Իսպանիայում։ Pero luego una música también que es reconocible para todo el mundo, para todos los aficionados al órgano, como es la música de Bach, Johann Sebastian Bach, y de Händel. Եվ նույնպես այն երաժշտությունը կներկայացնեմ, որը ճանաչել է ամբողջ աշխարհի համար Յոհան Սեբաստիան Բախի եւ Հենդելի ստեղծագործությունները։ Ինձ բախտ է վիճակվել լինել Բարսելոնայում եւ Sagrada Familia-ում։ Մասնավորապես ես շատ այսպես էներգետիկ դաշտով լցված եմ այնտեղից վերադարձել եւ ինձ հետաքրքիր է, հա, Sagrada Familia-ն շատ մեծ եւ շատ հետաքրքիր վիճակով էներգետիկայով եւ մեր կամերային երաժշտության տունը, հա, ինչպես է այդ փորձելու այնտեղի էներգիան, որը հնչում է այնտեղ, հա, այդ ակուստիկ տրամադրության մեջ եւ մեր այդ հրաշալի դահլիճում այդ ամենը ստանալու ու նույն էներգիան փոխանցելու համար։ Bueno, he visitado Barcelona y sí, me encanta Barcelona más aún Sagrada Familia y en eso quiero preguntar si es enorme esa Sagrada Familia y cómo va a comparar o tener el mismo sonido en nuestra sala de casa de música cámara y como en Sagrada Familia. Bueno, son dos sitios muy diferentes. La Sagrada Familia es algo único en realidad por sus dimensiones, pero también por su carácter espiritual, podemos decir, ¿no? Y sobre todo porque es un edificio que todavía está en construcción. Շատ տարբեր վայրեր են Sagrada Familia-ն բացի չափսերից եւ իր հոգեկան շատ հոգեվոր շատ մեծ արժեքներ ունի եւ պետք է ասել որ դեռ կառուցման մեջ է եկեղեցին։ Pero cada espacio al final es único en sí y cada órgano, lo más bonito de esto es que cada órgano está hecho para cada uno de los espacios.
եւ ցանկացած տարածքում կարելի է ստանալ համապատասխան հնչյունը, որտեղ ցանկացած երգեհոնը պատրաստվում է կոնկրետ մի տարածքի համար։ Entonces el órgano de la Sagrada Familia es único, pero el órgano de la Casa de Música también lo es y además, bueno, es una gran sorpresa porque he podido disfrutar mucho del instrumento en los ensayos, me parece un instrumento excepcional. Իհարկե Sagrada Familia երգեհոնը եզակի, բայց նույնքան եզակի է մեր կամերային տան երգեհոնը եւ իմ համար շատ զարմանալի էր, դրական զարմանք էր, որ այդպիսի գերագույն որակի գործիք ես կարողացա եւ վայելել, նվագել։ Քանի որ Սյանը նշեց, որ կառույցը իրեն դուր է եկել, ինձ էլ շատ դուր է եկել, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք 26 թվականին ավարտին կառույցի, որովհետև այդ ժամանակ ես վստահ եմ էներգետիկան հազարապատկվելու եւ այսպես ամբողջանալու է։ Ինձ հետաքրքիր է Հյուրի հետ համագործակցելու գաղափարը ինչպես ծնվեց։ Ինչպես որոշեցիք առաջարկել հրավիրել։ Իրեն նկատի ունեք Խոհանին։ Դե մենք երկար, այսինքն հիմա արդեն մենք աշխատում ենք ենթադրենք հաջորդ տարվա արտիստների հետ կապված, այսինքն դատաբազան արդեն կազմում ենք եւ նույն ձև նույն կերպ նախորդ տարի մենք արդեն ունեինք մեր այսինքն հնարավոր արտիստների ցանկը եւ Խոհանին եւս գրեցինք իր մենեջերուին շատ գեղեցիկ պատասխանեց համաձայնվեց գալու որ Խոհանը կմասնակցի մեր փառատոնին հետո մենք ուղարկեցինք մեր երգյոնի հետ կապված տեխնիկական հնարավորությունները ինչի մասին որ Խոհան ասեց որովհետեւ ամեն երգյոն իր հնարավորություններին տեխնիկական մերը փոքրիկ բարոկո գործիք է բարոկո դարաշրջանին հատուկ հնչերանգով եւ ինքը դրա համար հենց այդ ծրագիրը ընտրեց մեր երգյոնի վրա ուրեմն կատարելու համար Իսկ ինչ վերաբերում է ձեր Սուրեն ջան ձեր խոսքը շարունակելով կապը կամ տարբերությունը Sagrada Familia եւ մեր կամերային տան, չգիտեմ ինչքանով գիտեք, բայց ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը, երբ որ կառուցում էր կամերային իրավասության տունը, նա հենց եկեղեցել պատկերացնում էր։ Այո։ Եվ այդ էներգետիկան փայլուն այնտեղ կա, այո։ Այդ դաշտը անպայման ապահովված է։ Շատ լավ, ինձ հետաքրքիր է այցելուների եւ փառատոնին, հա, արդեն քանի անգամ է անցկացվում է եւ ինձ հետաքրքիր է մարդկանց հոսքը գալը, հետաքրքրվածությունը, ինչքանով է մեծ, ինչքանով է ակտիվ, թե մենք դեռ ունենք տեղ աշխատելու, որպեսզի ել ավելի շատ լայնածավալ դարձնենք այս միջոցառումը։ Մենք ունենք 2 տոմս, որ կարող ենք ձեզ տալ, տոմս չունենք։ Այսքանով ամեն ինչ ասված էր։ Mēs սիրով կընդունենք այդ տոմսերը, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Եվ շարունակելով հարցից հետաքրքիր է դասականների կողքին իսպանական երաժշտությունը երբ հնչի հայերի հետաքրքրվածությունը այս առումով։ Սա մի քիչ մեզ համար ռիսկային փորձ է լինելու, թե արդեն հայերը շատ սիրում են իսպանական երաժշտությունը։ Տեսեք, բնականաբար մենք հայերը սիրում ենք իսպանական երաժշտություն իր բոլոր դրսևորումներով, ֆլամենկոից մինչև ինչպես Խոհանը ներկայացնի դասական ավելի երաժշտություն իսպանական, միջնադարյան կամ բարոկո շրջանի, իսկ մեր հանդիսատեսի համար իսկապես հայտնություն կլինի, որտեղ մենք հատուկ ընտրեցինք եւ այսինքն առաջարկ եւ Խոհանը ցանկություն հայտնեց իսպանական երաժշտություն կատարելու, մենք ողջունեցինք, որտեղ մեր հանդիսատեսը այսինքն ես չեմ հիշում, որ երբևէ այսքան շատ երգյոնային իսպանական երաժշտություն լսելու առիթ ունենար։ Այսինքն մեր հանդիսատեսի համար սա հայտնություն է եւ վստահ եմ որ մեծագույն հաճույքով են լսել իսկապես շատ գեղեցիկ երաժշտություն է եւ Խոհանը նաեւ իհարկե մեր մյուս բոլոր արտիստների հետ միասին դա մեզ մոտ ավանդույթ է պարտադիր համերգը ավարտում են հայկական որևէ ստեղծագործություն այո Որն է լինելու։ Այդ չգիտեմ, ես էլ չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Մենք իրեն տվել ենք մի տետ գիրք հայկական երաժշտության, այսինքն ստեղծագործությունների, որ ինքը ընտրի, անկեղծ եմ ասում, ես էլ չգիտեմ, թե ինչ է կատարել։ Կարող եք հարցնել հիմա, որ հայ ստեղծագործություն է ընտրված։ No, la verdad es que no lo he decidido todavía, porque tengo Դեռ չեմ որոշել, որովհետև շատ է բազմազան է շատ։ Tengo varias opciones, pero Մի todavía estoy decidiendo, porque yo creo que al final lo más bonito es probar varias opciones y en función de lo que el instrumento y la sala y la acústica me sugiera o me inspire, en función de eso vamos a elegir. Ինձ թվում է, որ ամենաճիշտը կլինի մի քանի տարբերակ ունենալ ու վերջում որոշել կախված ակուստիկայից, կախված թե դահլիճում ինչ ավելի գեղեցիկ կհնչի։ Եվ տրամադրությունից երևի։ Երևի։ Եվ հետաքրքիր է
Երբ ստացաք հրավերը Հայաստանի կողմից, արդյոք մինչև այդ ծանոթ եք Հայաստանին, մեր մշակույթին կամ ինչպես արձագանքեցիք, հետաքրքրությունը ինչպես դրսևորվեցավ, միանգամից համաձայնվեցիք, թե փորձեցիք ինֆորմացիա հավաքել եւ հասկանալ ուր եք գնալու, ինչպիսին է ժողովուրդը, ինչպես են կալելու երաժշտությունը։ Al recibir la invitación de Armenia, se acordó venir inmediatamente o que se queda pensando, no sé, buscando una información sobre los armenios, cómo esta gente aquí. En realidad la invitación la acepté inmediatamente. Pero es después cuando he buscado también pues, más información sobre los lugares, la ciudad, el instrumento, por supuesto, es un factor muy importante. Իրականում հրավերը անմիջապես եմ ընդունել, բայց հետո սկսեցի փնտրել տեղեկություններ մարդկանց մասին, տեղանքի մասին եւ հատկապես գործիքի մասին։ Pero es verdad que yo había tenido ya un contacto previo con personas de Armenia, especialmente en Barcelona, también de una comunidad religiosa con la cual la Sagrada Familia colaboró hace muchos años y ya había tenido oportunidad un poco de sentirme un poco y de conocer personas. Իրականում հայերի հետ կապ ունենք, որովհետև հոգևորական համայնք կա, որը Sagrada Familia-ի հետ կապ ունի եւ տարիներ արդեն շարունակ շփում ունենք եւ հայերին ճանաչում եմ մի փոքր։ Así que no todo es nuevo en este sentido. Այնպես որ այդ առումով ոչ ամեն ինչն է նոր։ Դե այնտեղ մենք շատ մեծ համայնք ունենք եւ բնականաբար ակտիվ դրսևորվում ենք։ Շատ լավ, ինչ եք սպասում ի վերջո, հա, որովհետև կազմակերպված է հիանալի փառատոն, հիանալի ծրագիր է ընտրված, հատկապես Բախի ինձ համար երգեհոնով ես պատկերացնում եմ շքեղություն է լինելու, իսկ դուք ինչ եք սպասում, ինչպիսի արձագանք եք սպասում եւ երբ որ ամենը արդեն ավարտվում է, ինչ զգացողություններ եք ունենում։ ¿Qué espera de aquí, de ese concierto, de su visita? ¿Qué reacción de público? ¿Qué espera? Bueno, para un organista conocer diferentes instrumentos siempre es una atracción. Además, espero que el público pueda conocer también parte de la música nuestra española, de ahí que hice también una selección de música española y espero también, sobre todo, bueno, poder disfrutar del concierto. Creo que cuando un músico disfruta del instrumento, creo que hace disfrutar a la gente también. Entonces ese es mi mayor objetivo, digamos. Երգեհոնահարի համար շատ կարևոր է վայելել տարբեր գործիքները եւ ամենամեծ սպասումը այդ վայելումն է, որը սպասվում է գործիքից եւ նույնպես վեց հույս ունեմ, որ եւ մարդիկ կվայելեն եւ հանդիսատեսը կվայելի համերգը եւ ես ինքս կվայելեմ հանդիսատեսի արձագանքը։ Համոզված եմ, որ շատ ջերմ է լինելու երեկոն եւ բնականաբար ջերմ արձագանքներ են լինելու, այնպես որ շնորհակալություն ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ գալիս եք եկել եք Հայաստան, այս ամենը մեզ ներկայացնելու համար։ Ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի գինուգործանի կողմից սափորը, գինին, սպիտակ չոր, որը կարծում եմ շատ հետաքրքիր սկիզբ կարող է դառնալ ամսի 6-ին համերգից առաջ կամ հետո։ Այնպես որ ես գիտեմ, որ իսպանական գինին շատ հայտնի է աշխարհում, ասեմ, որ մեր հայկական գինին նույնպես հայտնի է բավական, այնպես որ սա ձեզ շնորհակալ ենք։ Եվ քանի որ գիտեմ, որ ամբողջ աշխարհում ընդունված են պոստքարտերը, բացիկները, այս կուլտուրան ամբողջ աշխարհում կա, հատկապես Եվրոպայում, ուզում ենք ձեզ նվիրել, որ Հայաստանից ձեզ հետ տանեք ոչ միայն գինին ու էմոցիաները, ծափահարությունները, նաև բացիկները, արև բացիկները, որտեղ հավաքված են երգերից, հա, մեր արտիստների երգերից ընտրված ֆրազներ։ Սա եմ հատկապես ձեզ ուզում նվիրել, որովհետև այն երգը, որտեղ այստեղ ներկայացված է Հայկոյի, սա իհարկե Alejandro Sanzi այո հայտնի գործից է, որը թարգմանվել է եւ բնականաբար Sanzi համաձայնությամբ մեր Հայկոն ներկայացրել է։ Ետնային ուտես, որ քեզ սիրում եմ։ Սա նվիրեք ձեր տիկնոջը, համոզված եմ արձագանքը կլինի շատ բարձր։ Եվ բնականաբար նաեւ մեր հյուրերին նույնպես Հայկո երազս կատարվել է, սրտումս ես եւ իհարկե հայլի Հայկո ու խաչվեցին մեր հայացքները։ Սա ձեզ նույնպես նվիրեք ձեզ համար շատ սիրելի մարդկանց ու էմոցիաները հատկապես կնեն դրական։ Brindaremos después del concierto. Համերգից հետո կխմենք այս գինին բոլորը։ Հրաշալի որոշում է։ Շնորհակալ ենք ձեզ։ Եվ փառատոնին մեծ հաջողություններ։ Շնորհակալություն հրավերի համար, համեցեք համեցեք սպասենք։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։